Ողջույն։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան եղել են։ Սա քաղաքական անեկդոտ չէ, Փաշինյանի գնահատականն է։ Մարտամեկի չափանիշներով բարձր մակարդակը սա է։ Հայ-ռուսական հարաբերություններում տեղի ունեցողը անգամ ցածր մակարդակ չէ, դրանից էլ է ցածր։ Ասում է, փորձում են Ռուսաստանի Դաշնության հետ հրահրել կոնֆլիկտ։ Տեսնես ովքեր են այդ դավաճանները, որ հրահրում են կոնֆլիկտ։ Իշխանությունը ուրախացել է։ Մայիսի 4-ից 5-ին Երևանում կայանալու է Եվրոպական քաղաքական համաժողովը եւ Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողով։ Փաշինյանն է խնդրել Հայաստանում անցկացնել։ Ուզում էր ըստ երևույթին ընտրություններից առաջ ցույց տալ իբր մեծ աջակցություն ունի Արևմուտքից։ Հայաստան են գալու այսպես կոչված ցանկացողների դաշինքի անդամները։ Դրանք այն երկրներն են, որոնք ինքնակամ եւ մեծածավալ ռազմական օգնություն են ցուցաբերում Ուկրաինային։ Ոչ պաշտոնական դաշինք է, որի ակտիվ դերակատարներն են Լեհաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Իտալիան եւ այլն։ Ուկրաինային տալիս են ծանր սպառազինություն, տանկեր, հոբ համակարգեր, ուսուցում, ակտիվորեն առաջ են մղում Ուկրաինային աջակցող նախաձեռնություններ։ Ահա այդ դաշինքը հավաքվում է Հայաստանում, որը ըստ Նիկոլի այսօր Ռուսաստանի Դաշնության հետ ամենաբարձր մակարդակի հարաբերությունները ունի։ Սրան գործնական հակազդեցություն արձագանք լինելու է, չէ՞, Մոսկվայից։ Արդեն հայտարարել են, Հայաստանը միացել է մեր թշնամիների համաժողովին։ Համաժողովը տեղի կունենա, բայց Ռուսաստանի Դաշնությունը ինչ քայլեր կանի, կարծում եմ կախված է ընտրության արդյունքներից։ Տուժելու ենք մենք, ոչ թե Նիկոլը, այլ մենք, ժողովուրդը։ Նիկոլը Ռուսաստանի վրա ազդեցության որևէ լծակ չունի, Ռուսաստանի Դաշնությունն ունի 1000 լծակ։ Արդեն հայտարարվել է հայկական կոնյակի խոշորագույն գործարաններից մեկի արտադրանքի ներմուծումը Ռուսաստան դադարեցնելու մասին։ Նույն խնդիրն ունի հանքային ջուրը։ Վաղը սահմանափակումներ լինեն միրգ բանջարեղենի ոլորտում։ Երբ Վերին Լարսը վերջնականապես փակվի հայկական բեռնատարների առաջ, դաշտում փտի գյուղացու բերքը, հազարավոր աշխատատեղեր փակվեն, ինչ ենք անելու։ Հո չեն ասելու հայկական է, դրա համար արգելում ենք։ Խիստ վերահսկողություն են անելու ու ասեն ստանդարտներին համապատասխան չէ։ Սրանք ասում են կարտահանենք այլ երկիր։ Ուր։ Ադրբեջան։ Ադրբեջանն ու Հայաստանը նույն բանն են արտադրում, մրցակցային տնտեսություններ են, որտեղ շահում է Ադրբեջանը էժան ինքնարժեքի պատճառով։ Իհարկե, եթե պետք լինի, Ադրբեջանի իշխանությունը կկազմակերպի եւ Հայաստանից կներմուծի ամեն ինչ, մեզ կսիրաշահի եւ կներմուծի անգամ այն ամենը, ինչ իրեն պետք չէ։ Իսկ երբ արդեն կտրված լինես հիմնական շուկաներից ու լինես կախվածության մեջ, միանգամից կփակի ուղիները ու կպահանջի զիջումներ։ Հիմա ոնց է Նիկոլն ասում, սենց անեմ, էս էլ հանձնեմ, էն էլ հանձնեմ, թե չէ պատերազմ կլինի։ Այն ժամանակ ասելու է, եթե չանենք, սոված ենք մնալու։ Ժորժան, կապ չունի, որ ճամբարում եք գտնվում։ Ամեն մեկի տուն մտնելու է հայ-ռուսական հարաբերությունների խզումը, անգամ նրանց, ովքեր արևմուտքից գրանտների կամ այլ պատճառներով ոգևորվել են։ Գազը որ թանկանա, ինչ եք անելու։ Ադրբեջանից ենք բերելու։ 20 տարի նստելու ենք, մինչև ենթակառուցվածք սարքեք ու հենց մի հատ ոտքներդ սխալ դնեք, գազը փակի, ցորենի ներկրումը դադարեցնի, բենզինի ներկրումը դադարեցնի։ Այդ Ռուսաստանը չէ, որ 8 տարի հակաքարոզանեք, ձայն չհանի։ Ասի դե լավ, հայ-ռուսական ժողովուրդները բարեկամներ են, թքած անպատասխանատու իշխանավորների վրա։ Դանակը ծակի ոսկորը նոր մի բան սկսեն։ Ասում են Եվրոպան կսուբսիդավորի գազի գինը։ Տարբեր հաշվարկներով տարեկան պետք է մոտ $700 միլիոն սուբսիդավորեն, որպեսզի մենք գազի գնի թանկացումը չզգանք։ Ոչ թե էժան գազ վառենք, այլ այսօրվա գնին։ Դա կարժենա մոտ $700 միլիոն հավելյալ գումար։ Կտան։ Ասենք տվեցին, իսկ ցորեն էլ կտան։ Սրանք ցորենի դաշտերը հանձնել են թշնամուն։ Հայաստանը ինքնաբավության ցածր մակարդակում է, իսկ ներկրվող ցորենը 100%-ով Ռուսաստանի Դաշնությունից է գալիս։ Ներկրումը որ դադարի, ինչ ենք անելու։ Ալյուրով պատրաստվող ոչինչ չենք ուտելու, բրինձ ենք ուտելու,
Անվտանգության խորհրդի սորոսական քարտուղարն է բերել։ Ասենք հացն էլ Եվրամիությունը լավ տվեց, իր բերանից կտրեց, ուղարկեց մեզ, մեր սիրուն աչքերի համար։ Իսկ կոնյակը, որից հրաժարվի Ռուսաստանը, Եվրամիություն են արտահանելու, ծիրաննել, դեղցնել։ Իսկ ինչ են անելու արտագնա աշխատանքի մեկնողները։ Ռուսաստանի Դաշնության փոխարեն Ավստրիային գնալու։ Չկա Հայաստանում մեկը, որի ընտանիքի անդամ կամ շատ մոտ ազգական չափրիչ աշխատի Ռուսաստանի Դաշնությունում։ Ինչ է լինելու, եթե Ռուսաստանը խստացնի հայերի նկատմամբ միգրացիոն քաղաքականությունը։ Ռուսաստանը, որ Հայաստանի համար վիզային ռեժիմ հանկարծ մտցնի, ինչ ենք անելու։ Եվրոպայի հետ, որ վիզային ռեժիմ է, ո՞նց ենք անում։ 100 դիմումից մեկն է բավարարում, այն էլ հսկայական քաշքշուկներից, ծախսերից հետո եւ կարճ ժամկետով։ Ռուսաստանի Դաշնությունում ապրող գործարար հայերը, որ 100 հազարավոր ընտանիքներ են կերակրում, ինչ են անելու։ Այստեղից քանի 100,000 հոգի է գնում այնտեղ աշխատում հայկական բիզնեսներում, եթե Հայաստանի հետ բանկային փոխանցումները կամ դադարեցվեն, ինչ են անելու այն մարդիկ, որ մասնավոր տրանսֆերտներով են ապրում։ Ռուսաստան Դաշնության փոխվարչապետն ասում է, եթե Հայաստանը միանա Եվրամիությանը, Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա, ինչպես որ չունեն Եվրամիության անդամ մյուս երկրները։ Բայց այստեղ հարցը այն է, որ դեպի Արևմուտք ու Եվրոպա չեն էլ կարող թռչել, որովհետև արդեն քանի տարի է ՔՊ-ի շնորհիվ հայկական ավիացիան շարունակում է մնալ Եվրամիության սև ցուցակում։ Ուզում եմ հասկանալ, մենք մասշտաբները պատկերացնում ենք մեր գլխին կախված աղետի։ ՔՊ-ից իբր հանգստացնում են, բանել չեն անի ասում են, մենք էլ ռուսներին ենք պետք։ Հարաբերությունների խզումից այո երկու կողմներ վնաս է կրելու, բայց դրանց բնույթն ու ծանրությունը էականորեն տարբերվում են։ Ռուսաստանը ասենք կհանի Գյումրու 102-րդ ռազմաբազան, Էրեբունի ավիաբազան, եւ ինչ է դրանից լինելու Ռուսաստանի Դաշնությանը կասեք։ Հեղինակազրկվելու է, հետո չի ստանա հայկական մթերք, ուրիշ տեղից կստանա։ Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով պատժամիջոցների տակ է եւ Հայաստանով է վերարտահանում անում։ Ուրիշ երկրով կանի։ Հայաստանի հետ Ռուսաստանի Դաշնության առևտրաշրջանառությունը Ռուսաստանի ողջ առևտրաշրջանառության մեջ կես տոկոս է։ Առանց դրա էլ կդիմանան։ Նրա հսկայական շուկան դժվար թե զգա հայկական կոնյակի կամ ծիրանի բացակայությունը, համադրելի են Հայաստանի վնասն ու Ռուսաստանինը։ Ռուսաստանի համար Հայաստանի հետ կապերի խզումը աշխարհաքաղաքական վնաս է, հարված է նրանց ամբիցիաներին Հարավային Կովկասում, բայց իր համար դա գոյութենական խնդիր չէ։ Հայաստանի համար Ռուսաստանի հետ կապերի կտրուկ խզումը կենսական եւ գոյութենական վնաս է։ Շոկ ենք ապրելու տնտեսական։ Ու այս ամենը տեղի ունենում ինքնիշխանության քարոզներով։ Գազը լինի 1000 դրամ, բայց ինքնիշխան լինենք։ Անիմաստ լոզունգներով այդպեսի մեզ բերել են կոլապսի։ Հայ գյուղացին կմնա անվճարունակ, աշխատողը կմնա անգործ, Եվրոպայի դիտորդներն էլ իրենց հեռադիտակներով նրանց ընտանիքները չեն կարողանալու կերակրել։ Կարճ ասած, 2018 թվականից սկսած սրանք մեռան փորձության ենթարկելով հայ-ռուսական հարաբերությունները։ Ու հունիսի 7-ին կերևա մենք, այսինքն ժողովուրդն է պատասխանը տալու, թե հարաբերությունները փչացնողները, սադրիչներն ու արկածախնդիրները։ Բացի սրտիկներից, ինչ ունեն սրանք առաջարկելու ժողովրդին։ Վաղը վախենամ, այսքան աղետը բերեն մեր գլխին ու ասեն, այլ տարբերակ չկա, հույսը Թուրքիան ու Ադրբեջանն են։ Զիջենք, հանձնենք, որ սոված չմնանք։ Նիկոլի իշխանությունը ոչ միայն անվտանգային, քաղաքական, աշխարհաքաղաքական խնդրեմ է, այլև դառնում է ամեն մեկի տան խնդրեմը։ Իշխանափոխությունը մեզ պետք է օդ ու ջրի պես։